Հայաստանը մի քանի տարի շարունակ բացակայում էր Վենետիկի ճարտարապետական բիենալեում, սակայն այս տարի նախարարության համակարգմամբ իրականացվել է մրցույթ մեր երկիրը ներկայացնող թիմ ընտրելու համար։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած մրցույթի արդյունքում ընտրվել է Microarchitecture Through AI Making New Memories with Ancient Monuments նախագիծը, որն էլ կներկայացնի մեր երկիրը միջազգային հեղինակավոր հարթակում։ Նախարարի տեղակալի խոսքով այս բիենալեն բավականին կարևոր է Հայաստանի համար, քանի որ գնում ենք Վենետիկ Հայաստանի ձայնը եւ խոսքը միջազգային հարթակում ներկայացնելու։ Մենք ներկայացնում ենք ոչ թե ուղղակի ներկայություն ապահովելու համար այս բիենալեին, այլ մենք ներկայանում ենք որպես լուծումներ առաջարկող երկիր, լուծումներ առաջարկող խումբ։ Տվյալ ուրեմն պրոյեկտի մեջ, տրված ծրագրի մեջ մենք ունենք երկու հատված՝ ժառանգությունը, այսինքն այն ինչ որ դարեր շարունակ կառուցել ենք, ստեղծել ենք եւ ունենք, եւ այսօրվա նոր տեխնոլոգիաների միջոցով լուծումները։ Երկու այս կետերը միասին համադրված, շաղախված մեկը մյուսով մենք առաջարկում ենք աշխարհին լուծումներ։ Մեր փորձառության, մեր սխալների, մեր անհաջողությունների եւ հաջողությունների ուրեմն վրա հիմնված։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ևս աջակցել է Հայաստանի ներկայության ապահովման գաղափարին եւ թիմին է տրամադրել սկզբնական նյութերը, որի հիման վրա էլ ձևավորվել է տաղավարի հիմնական միտքը։ Հիմքում Թումոյի ժառանգության պաշտպանության սկանավորման նախագիծն է, որի անդամները, այս նախագծի անդամները, այդ թվում նաեւ Սիփան Անջագրյան Ֆրանսիայից մեկնել են Արցախ կոնֆլիկտի շրջանում, երբ որ կային տարածքներ, որոնք արդեն պետք է հանձնվեին եւ այդ կարճ ժամանակաշրջանում հասցրել են հսկայական աշխատանք կատարել եւ սկանավորել մեծ ծավալի հուշարձաններ, որոնց որ մենք հիմա որևէ տեսակի կապ չունենք եւ չեն կարող նրանց այցելել եւ տեսնել եւ գիտենք թե նրանց հիմա ինչ բախտ է վիճակվել։ Սկանավորված եռաչափ մոդելների հիման վրա ստեղծվել է արհեստական բանականության հատուկ մոդել, որին ուսուցանվել է հայկական ճարտարապետության մի շարք նմուշներ, որպեսզի այն հասկանա եւ ճանաչի մեր ազգային ճարտարապետության էությունը։ Այն բաժանելով ինչ-որ էլեմենտների, կտորների, տեսակների, տիպարների, արհեստական բանականությունը սովորել է ինչ-որ չափով այն կարդալ եւ վերարտադրել։ Այսինքն այս վերարտադրված մոդելները, որոնք որ ինչ-որ ձևով փորձում են փոխանցել, թե ինչ է նշանակում հայկական ճարտարապետության տեսակը, ձևը, էությունը, էմոցիոնալ ասպեկտը, նրանք նորից մենք փորձել ենք վերարտադրել քարի տեսքով։ Դանիել Դանիելյանի համոզմամբ մենք չպետք է վախենանք բարձրացնել մեր ձայնը միջազգային հարթակներում։ Այդ քայլերից մեկն էլ բիենալեին այս տաղավարով մասնակցելն է։ Տաղավարն ուղղված է հայկական պատմամշակութային ժառանգության ապահովմանն ու արժևորմանը, համադրելով հավաքական հիշողությունը եւ արհեստական բանականությունը։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։